Որտեղ շահն է, այնտեղ արվեստի շահը չի կարող լինել, որտեղ երկու շահ հակառակ բևեռների ուղղված միատեղել հնարավոր չի։ Եվ այսօր, եթե դուք հարցնում եք, ինչի է Երևանի ճարտարապետությունը, այսպես, այնպես, բան եւ այլն, մի բան կարելի ասել, որ կառուցապատողների շահը լրիվ հակառակ ուղղությամբ է գնում արվեստագետների շահի ուղղությամբ համեմատ։ Եվ շատ հաճախ ես, երբ որ հիմա այս 20-25 տարվա ընթացքում հանդիպում եմ կառուցապատողների հետ, ինվեստորների հետ, կարող եմ օրինակներ բերել մինչև անգամ պարոն Ծառուկյանը ուզում էր Արարատ գինուգործարանի կտուրը վերանորոգել։ Մենք նախագիծը տեսել էինք եւ անհանգստացած էինք, որ ինչ որ կերպ կխաթարվի նրա կերպարը, որտեղ նա համարվում է մեր մոտ համարվում է լավագույն ճարտարապետություն հուշարձաններից մեկը։ Եվ փորձեցինք գնալ Ծառուկյանի մոտ եւ նրան համոզել, որ այդ կտուրը արվի մի քիչ ուրիշ տեսակ, ուրիշ կերպ, որ չխանգարի։ Եվ այնտեղ մենք համոզվեցինք ուղղակի, որ պարոն Ծառուկյանը լինելով այնպիսի մարդ, որը կարող է, ասենք թե վերակառուցել, գումարներ դնել, բան եւ այլ, այդ բանը ուզում էր անել եւ շատ զարմացավ ու ես ոնց որ հասկացա, ներքուստ վրդովվեց մինչև անգամ, որ ինքը բարի գործ է ուզում անի։ Ինքը ուզում է գումարներ ներդնի, ջանքեր ներդնի, կտուրը սարքի, բան եւ այլը պահպանի իր կարծիքով, պահպանի այդ հուշարձանը։ Մենք լինելով իհարկե շատ շնորհակալ, իրեն էլ ասեցինք այդ մասին, որ շնորհակալ ենք, որ գումարներ եք դնում, ջանքեր եք թափում, բայց այդ կտուրը պետք է մի քիչ ցածր անեք, այնտեղ ոչ մի բան չնախատեսեք, պահեստ բան եւ այլը, որպեսզի դրսից չերևա ոնց որ Ռաֆայել Իսրայելյանի նախագիծն էր։ Նա ես այդ բոլորը պատմում եմ նրա համար, որ ապացուցեմ կամ ցույց տամ ձեզ, որ շահերը տարբեր են, չնայած նա ինքը կարծում էր եւ իսկապես բարի գործ էր անում, գումար էր ծախսում, կարծում էր, որ մեծ լավություն է անում, դա չէր կարծում, որ լավություն, ուղղակի ինքը ուզում էր պահպանել այդ շենքը, իսկ մենք եկել ենք ինչ որ ուրիշ բան ենք ասում իրեն։ Ասում ենք, թե ցածր է, նա վրդովվեց, նա իսկապես զարմացավ, որովհետև նրա շահը եւ մեր շահը տարբեր շահեր են։ Այդպես է, խնդրեմ։ Ծառուկյանի ուզելով եղավ։ Աշտարակի մասին։ Չէ, աշտարակի մասին, այս երկար մեծ շենքը ունի հիմա կտուր։ Այդ առաջ այդ կտուրը ցածրեր չէր երևում։ Ճարտարապետների խոսքը ընդհանրապես չի անցնում, կարծիքը մասնագիտական կարծիքը խոսքը չի անցնում։ Ես այս բոլորը մի քիչ երկար պատմում եմ, որպեսզի ձեզ հասկանալի լինի, ասենք ես իմ միտքը հասցնեմ ձեզ, թե ինչու չի անցնում։ Նրանից չի, որ նրանք ասենք թե չարագործներ են, բան, ուզում են ամեն ինչ փչացնեն, դա չի։ Այլ շահի խնդիրը ծածկած շուկայի ժամանակ ինչքան էլ խորհուրդ տվեցինք Սամվել Ալեքսանյանին, որ մի արա այդ ծածկերը, սա հուշարձանը բան, նա զարմանում էր շատ, ինչի, որովհետև ստեղծում եմ եւս մի ծածկ, եւս մի առևտրի տեղ, եւս աշխատատեղեր, բան եւ այլն։ Իսկ դուք եկել եք ինչ որ բանի մասին եք խոսում, հուշարձան, չգիտեմ, գեղեցկություն, բան, դա ինչ։ Դա ուրիշ կատեգորիաներ են, էլի, իրանք։ Եվ դա նորից եմ ասում, նրանից չի, որ նրանք հատուկ են անում այդ բանը չարագործներ են, ուզում են սա փչացնեն, նա փչացնեն, չէ, բոլորովին։ Բայց նրանք դա անում են համոզված լինելով, որ բարի գործ են անում։ Իսկ մենք համոզված ենք, որ նրանք չար գործ են անում, մերն է բարի գործ, որտեղ հուշարձան ուզում ենք պահել։